Հարգելի լրագրողներ, պատվիրակությունների անդամներ, կսկսենք խոսքը տալով Էստոնիայի և Հայաստանի վարչապետներին, կլինի թարգմանություն։ Խոսքը տալիս ենք Էստոնիայի վարչապետին։ Ողջույն բոլորին, հարգելի Նիկոլ։ Ինձ համար մեծ պատիվ է ողջունել ձեզ և ձեր պատվիրակությանը Թալինում։ Ես հուսով եմ, և նաև Էստոնիայի ժողովուրդը հուսով են, որ դուք ձեզ հետ բերել եք հայկական գարնանային ջերմությունը։ Շնորհակալություն այն երկխոսության համար, որը կարող է նկարագրվել որպես ջերմ երկխոսություն։ Ես անհամբերությամբ սպասում եմ դրա շարունակությունը ընթրիքի ժամանակ։ Համագործակցությունը մեր երկրների միջև խորանում է։ Ես դա ողջունում եմ։ Ավելի սերտ համագործակցությունը տարբեր ոլորտներում ավելի հստակ առաջնահերթությունները մեզ հեռուն կտանեն։ Անցած տարվա դեկտեմբերին Էստոնիայում մենք հասանք մի կետի, երբ որ մեր բոլոր հանրային ծառայությունները հիմա 100%-ով թվայնացված են։ Մենք կշարունակենք այս ուղղությամբ աշխատենք, որպեսզի նվազեցնենք բյուրոկրատական քաշքշուկները։ Մեզ համար մեծ պատիվ է, որ Էստոնիայի փորձը օգնում է ձևավորել Հայաստանի դեպի ապագան ուղղված թվային պետությունը։ Օրինակ, էստոնական Proud Engineers ընկերությունը աջակցում է, որպեսզի մի նախագիծ իրականացվի, ըստ որի Հայաստանի հարկային իշխանությունների և բանկերի միջև տվյալների փոխանակումը տեղի կունենա։ Մենք համագործակցում ենք նաև կրթության ոլորտում։ Համագործակցում ենք ուսուցիչների վերապատրաստման և կրթական նորարարությունների ուղղությամբ։ Էստոնիան սկսել է մի նախաձեռնություն, ըստ որի պետք է դպրոց բերենք արհեստական բանականությունը, որպեսզի ավելի լավ պատրաստենք մեր երիտասարդությանը ավելի արագ փոխվող աշխատաշուկային։ Էստոնիայի զարգացման համագործակցության կենտրոնը օգնում է նաև Հայաստանի տնտեսության դիվերսիֆիկացմանը։ Մենք պատրաստ ենք կիսվել մեր բիզնես դիվանագիտության փորձով։ Մեր մասնավոր սեկտորը արդեն իսկ օգնում է Հայաստանի ՓՄԾ-ներին, որպեսզի բավականին լավարկի նրանց արտահանման կարողությունները։ Կարևորագույն բարեփոխումներ են իրականացվում Հայաստանում։ Դուք հստակ ընտրել եք մի ճանապարհ, որը նշանակում է ավելի սերտ հարաբերություններ Եվրոպայի միության հետ։ Էստոնիան ձեզ աջակցում է այս հարցում։ Ես ձեզ խրախուսում եմ, որ բարեփոխումները շոշափելի օգուտներ կբերեն առաջին հերթին ձեր ժողովրդի համար։ Սա է վկայում մեր փորձը 20 տարի առաջ։ Մենք ակտիվորեն նաև աջակցել ենք դեպի Հայաստան Եվրամիության աջակցության մեխանիզմների ընդլայնմանը, վիզաների ազատականացման երկխոսության մեկնարկին, ինչպես նաև հուսով ենք առաջխաղացում նկատենք նոր գործընկերության օրակարգի շուրջ։ Հարավային Կովկասում խաղաղությունը շատ կարևոր է Էստոնիայի և Եվրամիության համար, և ես ուրախ եմ, որ Հայաստանը և Ադրբեջանը կարողացել են խաղաղության պայմանագրի տեքստը համաձայնեցնել, և այդ հարցում, պարոն վարչապետ, ձեր մասնակցությունը շատ կարևոր է եղել։ Հուսով եմ, որ շուտով պայմանագիրը կստորագրվի։ Եվ վերջում մենք բոլորս պետք է ջանանք էլ ավելի աջակցենք Ուկրաինային, որովհետև Ռուսաստանի կործանարար հարձակումները ցույց են տալիս, որ մենք պետք է ավելի լավ, ավելի վճռական աջակցենք Ուկրաինային և Ուկրաինայի տարածքային ամբողջականությանը։ Շնորհակալություն։ Շնորհակալ եմ շատ։ Հարգելի պարոն վարչապետ, սիրելի Քրիստիան, իմ և իմ գլխավորած պատվիրակության համար մեծ պատիվ է այսօր գտնվել Տալինում, նոր զարկ տալու մեր երկրների միջև հարաբերություններում։ Մեծապես կարևորում եմ Էստոնիայի Հանրապետության հետ համամարտկային և ժողովրդավարական արժեքների վրա հիմնված հարաբերությունների շարունակական զարգացումը և բարձր եմ գնահատում Հայաստանի Հանրապետությունում իրականացվող ժողովրդավարական բարեփոխումներին Էստոնիայի Հանրապետության կառավարության կողմից ցուցաբերվող շարունակական աջակցությունը, ինչի մասին դուք նույնպես նշեցիք։ Ժողովրդավարական ինստիտուտների կայացման հարցում էստոնական փորձը, մասնավորապես դրանցում թվային լուծումների և էլեկտրոնային կառավարման գործիքների զանգվածային կիրառությունը օրինակելի է Հայաստանի համար, և մենք իհարկե շատ հետաքրքրված ենք այդ հարցում մեր հետագա համագործակցությունը խորացնելու առումով։
Վերջին տարիներին բարձրաստիճան փոխայցելությունները նոր որակի են բարձրացրել մեր երկու բարեկամ երկրների միջև քաղաքական երկխոսությունը։ Թույլ տվեք վստահություն հայտնել, որ համատեղ ջանքերի միջոցով կարող ենք ել ավելի խորացնել առկա փոխգործակցությունը։ Ուրախ եմ, որ այսօր հնարավորություն ունեցանք արդյունավետ քննարկումներ ծավալել ամենատարբեր բնագավառներում Հայաստան-Էստոնիա ներկայիս համագործակցությանն առնչվող հարցերի շուրջ, ինչպես նաև նախանշել փոխգործակցության հեռանկարային այլ ուղղություններ։ Մեզ համար առանձնահատուկ հետաքրքրություն է ներկայացնում համագործակցության խորացումը կրթության, գիտության, տեղեկատվական եւ նորարարական տեխնոլոգիաների բնագավառում։ Վստահ եմ, որ այցի ընթացքում ձեռք բերված պայմանավորվածությունները նոր որակ կհաղորդեն երկկողմ հարաբերություններին։ Երկկողմ համագործակցությունից զատ անդրադարձ կատարեցինք բազմակողմ ձևաչափերում Հայաստան-Էստոնիա փոխգործակցությանը, ինչպես նաև Հայաստան-Եվրոպական միություն գործընկերության օրակարգին։ Էստոնացի գործընկերոջս ներկայացրեցի Հայաստան-ԵՄ օրակարգի վերջին զարգացումները, Հայաստանի քաղաքացիների եվրոպական նկրտումները, ակնկալելով պաշտոնական Տալինի քաղաքական աջակցությունը դեպի Եվրամիություն տանող բարդ եւ երկարատև ճանապարհին եւ շնորհակալ եմ ցուցաբերված պատրաստակամության համար։ Այս համատեքստում մեծապես կարևորում եմ Հայաստան, Նորդիկ Բալթյան երկրներ համագործակցության հետագա խորացումը եւ լիահույս եմ, որ ձևաչափի շրջանակներում համագործակցությունը կլինի արդյունավետ Հայաստանում ընթացող ժողովրդավարական բարեփոխումների եւ եվրաինտեգրման գործընթացի համատեքստում։ Վստահ եմ, որ այս ձևաչափի մասնակից երկրների եւ Հայաստանի փոխգործակցությունը կկրի շարունակական բնույթ։ Իհարկե, մենք այսօր Էստոնիայի վարչապետի եւ ընդլայնված կազմով քննարկման ժամանակ անդրադարձ ենք կատարել աշխարհաքաղաքական եւ տարածաշրջանային վերջին զարգացումներին։ Այս առումով կցանկանայի մեկ անգամ եւս նշել, որ Հայաստանի Հանրապետությունը հաստատակամ դիրքորոշում ունի հասնելու կայուն խաղաղության մեր տարածաշրջանում։ Մենք վճռական ենք իրականացնելու այդ ճանապարհին անհրաժեշտ մեր բաժին քայլերը, կրել մեր բաժին պատասխանատվությունը եւ առկա խնդիրները հարևանների հետ լուծել կառուցողական երկխոսության եւ բանակցությունների միջոցով։ Այս համատեքստում ներկայացրել եմ Հարավային Կովկասում խաղաղության գործընթացի հետ կապված վերջին զարգացումները եւ մեր ակնկալիքը առ այն, որ Հայաստանի խաղաղության օրակարգը ի վերջո շոշափելի արդյունք կտա։ Շնորհակալություն եմ հայտնել գործընկերոջս Էստոնիայի կողմից Հայաստանի եւ Ադրբեջանի միջև խաղաղության ու միջպետական հարաբերությունների հաստատման մասին համաձայնագրի տեքստի վերջնական փոխհամաձայնեցումը ողջունելու համար եւ վերահաստատել եմ իմ պատրաստակամությունը ստորագրելու արդեն իսկ համաձայնեցված տեքստը, նշելով նաեւ, որ հնարավոր եմ համարում խաղաղության համաձայնագրի հետ միաժամանակ Ադրբեջանի հետ ստորագրել ԵԱՀԿ Մինսկի կոնֆերանսի կառույցների լուծարման համատեղ հայտը։ Հարգելի ներկաներ, մեծարգո պարոն վարչապետ, ամփոփելով թույլ տվեք եւս մեկ անգամ շնորհակալություն հայտնել կայացած կարևոր զրույցների, ինչպես նաեւ մեր պատվիրակությանը ցուցաբերած ջերմ ընդունելության համար։ Սիրով կսպասեմ մեր հաջորդ հանդիպմանը, որը հույս ունեմ տեղի կունենա Հայաստանի մայրաքաղաք Երևանում։ Առաջին հարցը էստոնական լրատվամիջոցից։ Հետևյալն է իմ հարցը, ուղղված է պարոն Փաշինյանին։ Տարիներ առաջ մարդիկ փողոց էին դուրս եկել Երևանում։ Հեղափոխություն, որը ձեզ իշխանության բերեց։ Ես նույնպես այդ ժամանակ այնտեղ էի, փողոցում էի։ Մենք իրականում հակիրճ հանդիպեցինք եւ հարցազրույց անցկացրեցինք։ Այսօր իրավիճակը այնպիսին է, որ Լեռնային Ղարաբաղը այլևս Հայաստանի վերահսկողության ներքո չէ, բայց դուք շարունակում եք մնալ վարչապետ, դա տպավորիչ է։ Միևնույն ժամանակ դուք երբ որ շփվում եք Մոսկվայի հետ, այլևս ստիպված չեք զգուշավոր լինել ձեր բառերի ընտրության մեջ։ Արդյոք դուք պատրաստ եք միանգամայն դուրս գաք
Ռուսաստանի ազդեցության գոտուց եւ ինչպես եք տեսնում ապագայում ձեր հարաբերությունները Ռուսաստանի հետ։ Շնորհակալ եմ հարցի համար։ Ես կարծում եմ, որ ընդհանրապես միջազգային հարաբերություններում, ցանկացած հարաբերություններում եւ դիվանագիտության մեջ միշտ ճիշտ է ընտրել բառերը, որովհետեւ ցանկացած հարաբերություն կփչանա, եթե բառերի ընտրության մեջ ուշադիր չլինենք։ Եվ ինչ վերաբերվում է մեր հարաբերություններին Ռուսաստանի Դաշնության հետ, մեր հարաբերությունները հիմնվում են եւ պիտի հիմնվեն փոխադարձ հետաքրքրությունների վրա եւ եթե տեղյակ եք, որդեգրել ենք բալանսավորված եւ բալանսավորման արտաքին քաղաքականություն, ինչը նշանակում է, որ մենք մեր արտաքին քաղաքականությունը չենք պատկերացնում եւ չենք կառուցում մի ուղղությամբ եւ մենք փորձում ենք գտնել եւ կառուցել ճիշտ բալանսներ մեր արտաքին քաղաքականության մեջ եւ դրա արտահայտություններից մեկը նաեւ Հայաստանի Հանրապետությունում վերջերս ընդունված օրենքներ Հայաստանի Հանրապետության Եվրամիությանը անդամակցելու գործընթացի մեկնարկը տալու վերաբերյալ եւ ես ուզում եմ ասել, որ նաեւ վարչապետի հետ քննարկումների ժամանակ ես ընդգծեցի, որ այդ օրենքը մենք դիտարկում ենք նաեւ որպես լրացուցիչ խթան մեր ժողովրդավարական բարեփոխումների համար, որովհետեւ մենք այսպես թե այնպես ժողովրդավարական բարեփոխումների քաղաքականություն ենք վարում, ոչ թե քաղաքականություն, այդ ռազմավարություն, եւ շատ կարեւոր է, որ այդ ռազմավարության մեջ մենք ունենանք լրացուցիչ խթաններ եւ այդ օրենքը այդ լրացուցիչ խթաններից մեկն է, բայց մյուս կողմից ես ուզում եմ շատ հստակ լինել, որովհետեւ երբեմն նաեւ Հայաստանում արվում են մեկնաբանություններ, որոնք ճիշտ չեն արտահայտում իմ կարծիքով իրականությունը, մենք ամենևին էլ Ռուսաստանի հետ մեր հարաբերությունները լարելու, խզելու, փչացնելու մտադրություն չունենք, մենք ուզում ենք, ինչպես եւ տրամաբանական է, ունենալ լավ հարաբերություններ միջազգային բոլոր գործընկերների հետ, ավելին մենք ուզում ենք ունենալ կարգավորել մեր հարաբերությունները մեր տարածաշրջանի երկրների հետ, մենք ուզում ենք հարաբերությունները կարգավորել Ադրբեջանի հետ, Թուրքիայի հետ, մենք ուզում ենք ավելի լավացնել հարաբերությունները մեր մյուս հարևանների հետ, Վրաստանի հետ, Իրանի Իսլամական Հանրապետության հետ եւ իհարկե մենք ուզում ենք խորացնել մեր հարաբերությունները Եվրամիության հետ, եթե մենք տեսնենք թե վերջին տարիներին ինչ զարգացումներ են եղել Հայաստան-Եվրամիություն հարաբերություններում, գուցե թե որոշ ժամանակ առաջ դա թվար եւ գնահատվեր անիրատեսական եւ անհնար։ Այսօր Հայաստանում Եվրամիության դիտորդական, քաղաքացիական դիտորդական առաքելություն կա եւ ես շնորհակալ եմ Եվրամիությանը եւ նաեւ շնորհակալ եմ Էստոնիային այդ որոշման աջակցելու համար։ Հիմա մենք վիզաների ազատականացման բանակցություններ ենք սկսել, որը հույս ունենք տրամաբանական ժամկետներում կհանգի տրամաբանական ավարտի։ Նախորդ տարի Եվրամիությունը որոշում կայացրեց Հայաստանին ներառել եվրոպական խաղաղության գործիքի աջակցություն տրամադրել գործիքի շրջանակներում, ինչը կարծում եմ եւս շատ կարեւոր որոշում է։ Իհարկե շոշափելի իմաստով, առարկայական կամ նյութական իմաստով այդ որոշումը բավականին սիմվոլիկ է, բայց ունի ահռելի քաղաքական նշանակություն եւ սա նաեւ մեր բալանսավորված եւ բալանսավորման արտաքին քաղաքականության կարևոր արդյունքներից մեկն է։ Իհարկե մենք հույս ունենք նաեւ Եվրամիության հետ խորացնել մեր տնտեսական հարաբերությունները, առևտրային հարաբերությունները, որովհետեւ կարծում եմ, որ քաղաքական երկխոսությունը ավելի էֆեկտիվ եւ շոշափելի է դառնում, երբ ուղեկցվում է կոնկրետ տնտեսական արդյունքներով։ Պարոն Միխայել, Էստոնիան Եվրամիության արևելյան գործընկերության ակտիվ աջակից է եղել, եւ ինչպես է Էստոնիան գնահատում Հայաստանի ներկայիս հետագիծը դեպի Եվրամիության հետ ավելի խորը ինտեգրում, եւ ինչ կոնկրետ աջակցությամբ կարող է Էստոնիան, կոնկրետ առաջարկով կարող է Էստոնիան աջակցել մեր երկրում ժողովրդավարական բարեփոխումների առաջմղմանը եւ Եվրամիության ստանդարտների համապատասխանեցմանը։ Շնորհակալություն։ Շնորհակալություն հարցի համար։
մենք երկրորդ անգամն է, որ հանդիպում եմ գործընկերոջս Հայաստանից, արդեն քննարկել ենք այս բարեփոխումները, անցյալում նույնպես քննարկել ենք եւ ես իրապես ուրախ եմ, որ դուք որտեղ գրել եք փիլիսոփայական մոտեցում, այն է, որ բարեփոխումները հայ ժողովրդի կյանքը լավարկում են։ Այսինքն ոչ թե բարեփոխումներ են հանուն բարեփոխումների, այլ բարեփոխումներ հանուն էլ ավելի լավացնելու Հայաստանի ժողովրդի կյանքը եւ հետեւաբար այս բարեփոխումների առումով հարաբերությունները խորացնել Եվրամիության հետ կարող է շատ լավ խթան լինել։ Եթե տեսնենք, թե ինչ է արդեն իսկ տեղի ունեցել, ինչ քայլեր են արդեն իսկ արվել, ազատվել ռուսական ազդեցությունից, որոշումներ կայացնել սահմանային պաշտպանության հետ կապված, այս գիտակցված ընտրությունը էլ ավելի սերտացնել հարաբերությունները Եվրոպայի հետ, ես կարծում եմ, սրանք սկզբունքային որոշումներ ու ընտրություններ են եւ պարոն վարչապետը նկարագրեց, որ սա նաև շատ տարածված աջակցություն է վայելում հայ ժողովրդի շրջանակներում եւ ինչ կարող է անել Էստոնիան։ Մենք կարող ենք օգնել մեր թվային պետության փորձով։ Հաճախ Էստոնիայում ժողովուրդը անհամբեր են, ուզում են, որ ամեն բան ավելի արագ լինի, համակարգիչները ավելի արագ աշխատեն, բայց մենք թվային ոլորտում էական բարեփոխումներ ենք արել։ Նույնականացման քարտի լուծումներ ենք ներկայացրել, որը մեր պետական կառավարումը ավելի արդյունավետ է դարձել, ավելի թափանցիկ եւ ազնիվ է դարձել, նաեւ շատ հեշտացել է տնտեսության գործառույթները։ Այլևս թղթի վրա ինչ-որ բաներ գրելու եւ լրացնելու կարիք չկա եւ այլն եւ այլն։ Էական բարեփոխումներ են արել նաեւ արդարադատության ոլորտում, ինչպես նաեւ շատ այլ գործընթացներ, որ իրականացել է Էստոնիան։ Էստոնիան իհարկե միացել է Եվրոպայի միությանը եւ հետեւաբար սա հետաքրքիր փորձ եւ պատմություն է։ Հաճախ մենք տեսնում ենք երկրները, տեսնում ենք մարդկանց, ովքեր պարզապես անում են բաներ հանուն պարզապես անելու։ Իսկ Հայաստանի Հանրապետության վարչապետը մեզ պատմեց, ներկայացրեց, որ բարեփոխումների նպատակն է լավարկել մարդկանց կյանքի որակը։ Ես շատ էապես աջակցում եմ այս մոտեցմանը։ Այս մոտեցմանն եմ աջակցում, այս գործընթացներին եմ աջակցում։ Հարցը ուղղված է Հայաստանի Հանրապետության վարչապետին։ Ինչ է կարծում, ինչքան դեռևս կարող է շարունակվել այս իրավիճակը, երբ որ դուք դիմում եք, որպեսզի միանաք Եվրոպայի միությանը, բայց նաև հաճախում եք Մոսկվայում անցկացվող շքերթներին։ Ինչ եք կարծում, ինչն է նաև խանգարում Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագրի ստորագրմանը։ Գիտեք, ես արդեն ասացի, որ մենք խնդիր չենք դնում հարաբերությունների վատացման որևէ ուղղությամբ։ Սա շատ կարևոր նրբություն է, որովհետև գիտեք, կարող է լինել տեսական երկու մոտեցում։ Խորացնել հարաբերությունները մի ուղղությամբ եւ փչացնել հարաբերությունները երկրորդ ուղղությամբ։ Եվ սա մոտեցում է, որը ես կարծում եմ, որ համեն դեպս մենք այդ մոտեցման կողմնակից չենք։ Մեր մոտեցումն այն է, որ մեծացնել մեր եւ օգտագործել մեր ինքնիշխանությունը մեր հարաբերությունները խորացնելու բոլոր այն ուղղություններով, որտեղ մենք կարծում ենք, որտեղ մենք ցանկանում ենք ավելի խորը հարաբերություններ ունենալ եւ որտեղ բավարար խորության չեն մեր հարաբերությունները։ Հայաստան-Եվրամիություն հարաբերությունները հենց այդպիսին են։ Իհարկե, գիտեք, ակնհայտ է, որ կարող են լինել իրավիճակներ, որ տարբեր ուղղություններով մեր արտաքին հարաբերությունների միջև կլինեն որոշակի լարումներ, որոշակի հատումներ եւ մենք այդ իրադրության կառավարումը պատկերացնում ենք մեր թափանցիկությամբ, մեր ազնվությամբ, մեր բացությամբ մեր բոլոր գործընկերների առաջ, որպեսզի մեր
մոտեցումները, պատկերացումները բավարար չափով պարզաբանված լինեն մեր բոլոր գործընկերներին, որպեսզի մութ անկյուններ մեր կողմից վարվող քաղաքականությունների, դրանց պատճառների, դրանց հիմնավորումների վերաբերյալ չլինեն։ Ինչ վերաբերվում է Ադրբեջանի հետ խաղաղության համաձայնագրի ստորագրմանը, ես կարող եմ ասել հետևյալը, որ մեր կառավարությունը, ես անձամբ այդ թեմայի վրա աշխատում ենք ամենօրյա ռեժիմով եւ ինչպես ասացի, մենք հետևողական եւ վճռական ենք այդ հարցում մեր անելիքը անել լիարժեք ձևով, հետևողական եւ համբերատար։ Եվ հետեւաբար ձեր ուղիղ հարցին իմ ուղիղ պատասխանը հետեւյալն է. մենք այս ռազմավարությունը կշարունակենք այնքան ժամանակ, մինչև նպատակը, այսինքն խաղաղության համաձայնագիրը ստորագրվի եւ խաղաղությունը հաստատվի եւ մենք չենք շեղվելու այս ճանապարհից։ Ցանկացած տեղից, ցանկացած ինֆորմացիա, որ դուք կստանաք, թե Հայաստանի կառավարությունը շեղվում է այդ ռազմավարությունից, իմացեք, որ այդ տեղեկատվությունը չի համապատասխանում իրականությանը։